Հետաքրքիր մի դեպք եմ հիշում, հայրիկս էր պատմում, երբ Բրեժնևը գալիս է Հայաստան եւ պետք է Լեոնիդ Ենգիբարյանը ելույթ ունենա եւ այն ժամանակվա նախարարը մշակույթի հրավիրում է, ասում է, այնպիսի մի ռեպրիզ կանես, որ չվիրավորվի եւ այլը, դե գիտեք, այն ժամանակ շատ խիստ էր։ Բայց Լեոնիդ Ենգիբարյանը ասում է, ես պետք է անեմ մեդալների համար ուներ ինքը հատուկ, երևի հենց ասում եմ, ժողովուրդը գիշ հենց դեմը մեդալ, հետևը գլխակի միջից, գլպաններից։ Եվ նրան ասում են, ինչ ես ասում, ո՞նց կարելի է Բրեժնևը մեդալներով նստած դու մեդալների տնած կանես, խայտարակություն եւ այլը արգելում են։ Եվ ինչու եմ ես դա լավ հիշում, որտեվ հայրս իր հետ է լինում։ Եվ ասում է, սոս վերցրու գնացինք, ռեկվիզիտները հավաքում են, գնում են կրկես, չենք անում ոչ մի բան։ Եվ այդպես հետ են գալի, անցնում է 2 օր, ինչ մեծ պահանջարկ են ունենում, տեսեք, որ այդ խիստ պայմաններում նրան հետ են կանչում, ասում են լավ արա։ Եվ առաջի շարքում նստած Լեոնիդ Բրեժնևը դիտում է այդ համարը եւ հայրիկս ասում է այնպես էր ծիծաղում, որ մի քանի մեդալեր իր վրայից ընկավ։ Այդ ձևի ծիծաղեցրել է ու նախարարը հետո մոտեցել է ասել էր ես հիացած եմ, ինչ ճիշտ